Հիմա օրինակ պատկերացնում ես, որ նորից Ինա Խոջամիրյանի հետ որևէ պրոյեկտում կաշխատես միասին։ Ես երբեք ոչինչ ոչ մեկի հետ չեմ բացառել եւ չեմ բացառել։ Շախմատիստի բյուջեն մոտավորապես 2 անգամ գերազանցել է Սիրելի Սահմիի բյուջեին։ Ինչ թվերի մասին ենք խոսում։ 55 միլիոնա անց բյուջե է ունեցել շախմատիստը։ Միշտ կա այն խոսույթը, որ Հայաստանում մենք չունենք լավ պրոդյուսերական դպրոց, բայց մեկ էլ տեսնում ենք, որ դերասանները ինչ որ բայից սկսում են իրենք դառնալ արտադրող։ Դե դուք ինչ եք տարանջատում, ասում եք միայն պրոդյուսերական ինստիտուտ չկա, ռեժիսորական կա, սցենարիստ կա։ Grand Hotel-ը նկարեցիք, իրականացրիք դերասանուհի Ինա Խոջամիրյանի հետ եւ դրան հաջորդեց Սիրելի Սահմին։ Սրանք նախագծեր էին, որտեղ դուք աշխատեցիք Հայաստանում պահանջված եւ փորձառու դերասանների հետ։ Ռիսկային չէր։ Լավ դերասանը, ավակ սերնդի դերասանը չի կարա փրկի վատ կինոն։ Ոսկե դպրոց թե Ագապի։ Ոսկե դպրոց։ Ոսկե Ոսկե դպրոց։ Թե Hotel Grand։ Go Sports 96.3 FM-ի ոդքասթ